Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ օրինակ Ադրբեջանից բենզին է ներկրվել Հայաստան։ Նույն ընդդիմությունը քոչարյանական շրջանակները, այդ թվում նաև ոչ միայն իշխանությանը, այլ ժողովրդին մեղադրում են այսպես կոչված արյունոտ բենզին գնելու համար։ Ոնց եք համարձակվում այդ ադրբեջանական բենզինը գնեք, օգտագործեք, դա արյունոտ է։ Երեք ասուլիսի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ ժամանակին կապվել է Հեյդար Ալիևի հետ, ցանկություն է հայտնել վերջինիցս, այսինքն Ադրբեջանից բիտում գնելու, բայց այդ բիտումը արյունոտ չէր։ Բայց այն, որ իրանք ժամանակին պատրաստվում էին բիտում գնեին Ադրբեջանից, դա արյունոտ չէր, հանկարծ խաղաղությունը հաստատվելուց հետո Ադրբեջանից գնաց բենզինը դարձավ արյունոտ։ Կեղծ թեզերն է սա ամեն ինչը։ Կամ ինչ է նշանակում իշխանությանը անդադ մի քանի օր առաջ թիրախավորում էին նրա համար, որ Թուրքիայի արտգործնախարարը աջակցություն է հայտնել վարչապետին տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերի համար։ Թիրախավորում են իշխանությունը, ասում են, տեսեք, Թուրքիայի արտգործնախարարը աջակցություն է հայտնում վարչապետին նրա համար, որ վարչապետը ուզում է տարածաշրջանում աջակցություն, խաղաղություն հաստատել։ Բայց ինչ պետք է աներ։ Ինչ եք պատրաստվում լսել։ Լավ չէ, որ աջակցություն է հայտնում։ Որ վարչապետը ցանկանում է խաղաղություն հաստատել եւ այդ ուղղությամբ ջանքեր է գործադրում։ Բայց ինչ հայտարարեր Թուրքիայի արտգործնախարարը։ Ասել վատն է ձեր վարչապետը պատերազմ է ուզում հրահրել տարածաշրջանում, Թուրքիայի հետ հարաբերություններն է փչացնում, այդ էր ձեր սրտի ուզածը։